Համաշխարհային մեդիան ողողած ու դիվանագիտական հարթակների թոփ թեմա դարձած Ուկրաինայի խաղաղության ամերիկյան ծրագրին այլ ձևակերպում է տվել Ռուսաստանի նախագահը։ Պայմանագրի նախագիծ չի եղել, եղել է հարցերի շարք, որն առաջարկում էին քննարկել ու վերջնականապես ձևակերպել։ Ընդհանուր առմամբ նախքան Ալյասկա մեկնելը մենք այն քննարկել ենք ամերիկացի բանագնացների հետ։ Հետո ի հայտ եկավ 28 կետանոց հնարավոր համաձայնությունների այս ցանկը, որն էլ որոշակի խողովակներով փոխանցվել է մեզ։ Պուտինի խոսքով Ժնևի բանակցություններում որոշել են ծրագրի 28 կետերը բաժանել 4 մասի ու տեղեկացնել Մոսկվային։ Կրեմլի ղեկավարն ընդհանուր առմամբ համաձայն է, որ կետերի ցանկը կարող է ապագա համաձայնագրերի հիմք դառնալ։ Միացյալ Նահանգները ըստ նրա հաշվի առել է Մոսկվայի դիրքորոշումը, բայց խաղաղության ծրագրի ամեն բառը պետք է լուրջ քննարկվի, նախագիծը պետք է թարգմանվի դիվանագիտական լեզվով։ Պուտինի համար որոշ կետեր ծիծաղելի են հնչում, նկատի ունենալով պնդումը, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։ Մեզ համար դա ծիծաղելի է, երբեք այդ մտադրությունը չենք ունեցել։ Դա լիակատար անհեթեթություն է, սուտ, բայց եթե նրանք իրենց ժողովրդին վախեցնում են դրանով, իսկ հասարակությունն ուզում է վստահ լինել, որ մենք չենք հարձակվելու, ագրեսիվ ծրագրեր չունենք, խնդրեմ, կարող ենք ու պատրաստ ենք դա պաշտոնապես ամրագրել։ Հին աշխարհը շարունակում է խոսել Ռուսաստանի այլ երկրների հանդեպ ծավալապաշտական ու ագրեսիվ քաղաքականության մասին։ Ուկրաինային տրված անվտանգության երաշխիքները չեն փոխում այն փաստը, որ այստեղ սպառնալիքը իրականում Ռուսաստանն է։ Վերջին 100 տարում Ռուսաստանը հարձակվել է 19-ից ավելի երկրի վրա։ Որոշ երկրներ գրոհել է 3 կամ 4 անգամ։ Այս երկրներից ոչ մեկը երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա։ Այսպիսով խաղաղության ցանկացած համաձայնագրում պետք է կենտրոնանանք ու ստանանք այնպիսի դրույթներ, որ ռուսական կողմը զիջումների գնա եւ ընդմիշտ դադարեցնի ագրեսիան, չփորձի ուժով փոխել սահմանները։ Ռուսաստանի նախագահն ասել է, որ դեպքում կդադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում, թեպետ վստահեցրել է, որ բոլոր ուղղություններով դինամիկան դրական է, ռուսական զորաշարժի տեմպն ավելանում է։ Երբ Ուկրաինայի զորքերը դուրս գան իրենց օկուպացրած տարածքներից, այդ դեպքում մարտերը կդադարեն։ Եթե նրանք չհեռանան, մենք դրան կհասնենք ռազմական ճանապարհով։ Ռուսաստանն ուզում է պայմանավորվել Ուկրաինայի հետ, բայց իրավաբանորեն դա հիմա անհնար է, ասել է Կրեմլի ղեկավարը։ Խաղաղության կարգավորման փաստաթուղթն Ուկրաինայի իշխանության հետ ստորագրելն ըստ Պուտինի անիմաստ է։ Ռուսաստանի նախագահի պնդմամբ ռուս-ամերիկյան բանակցությունների առանցքային կետերից պետք է լինի Ղրիմի ու Դոնբասի հանդեպ Ռուսաստանի իրավական պատկանելության ճանաչումը։ Մոսկվայի համար խիստ կարևոր է, որ դա ընդունեն նաև միջազգային հիմնական դերակատարները։ Քանի դեռ Զելենսկին Ուկրաինայի նախագահն է, չի համաձայնի հրաժարվել Ռուսաստանի գրաված տարածքներից խաղաղության դիմաց, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը։ Առայժմ անորոշ է ոչ միայն տարածքների, այլև հենց Անդրեյ Երմակի ճակատագիրը։ Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունը խուզարկություն է անցկացնում նրա տանը։ 10-ից ավելի աշխատակից մտել է կառավարական թաղամաս, քննչական գործողությունները թույլատրվել են, հետաքննության շրջանակում են։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։